ամեն երեկոյան իր հետ չայ խմելու տպավորություն ստեղծողները այնպես են պահում, որ դա համակարգային process է եւ այն կարգի համակարգված process է, իրականության հետ ոչ մի կապ չունեցող, ես չգիտեմ նույնիսկ իրանց օգուտը որն է այդտեղ կամ Ռոբերտ Քոչյանի իրանք մենակ վնաս են ստացել, տպավորություն են ուզում ստեղծեն, որ Ռոբերտ Քոչյանը պատրաստ է պայքարել բոլորի դեմ, բացի Նիկոլից, որտեվ ինչ օրինակ, չգիտեմ, օրինակ վախենում է Նիկոլից, չգիտեմ, կարա տենց հարց լինի, կարա, որովհետև համակիրները ստացվում է, որ պայքարում են ում դեմ ասես, բացի Նիկոլից, այդ կոնկրետ գիծ է, էլի։ Ինչ վերաբերվում է լսումներին եւ դրա այդ challenge-ների մասով։ Նախ այդ լսումների արդյունքում մենք ստացել ենք, մենք ունենք 6 ստորագրություն, եկեք սրա մասին էլ խոսենք, էլի, որովհետեւ այն նախագիծը, որը ներկայացված էր, ուներ 6 ստորագրություն։ Հիմա այդ նախագիծը այլևս չունի 6 ստորագրություն, ունի ավելի շատ թվով ստորագրություններ, ունի 34 ստորագրություն, ինչը մեզ համար ինչ որ վերջնակետ չի, մենք հայտարարել ենք, որ գնում ենք 54-ի հետևից։ Մեզ այստեղ որևէ մեկին թիրախավորելու հարց չկա։ Ես անկեղծ կկիսվեմ ձեզ հետ իմ զարմանքով, երբ որ իմ գործընկերները, Ռոբերտ Քոչյանի падգամավորները մի քանի ամիս չէին ստորագրում այդ թուղթը։ Ես իմաստը դրա չէի հասկանում։ Ու մինչև հիմա չեմ հասկանում, ու երբ որ Նարեկ ինձ ասում է դու տեղյակ ես դրա մասին, ես մտածում եմ, որ այդ ստորագրությունը լինելու է ամեն օր այն պահից, երբ որ մենք ստորագրել ենք այդ նախագիծը։ Չէ, խոսքը պայմանավորվածության մասին է այստեղ։ Կանադառնամ, այնպես ինչպես կլիներ մեր ստորագրությունը ցանկացած այն պահին եւ իհարկե անվստահության նախագիծ չի եղել, բայց ցանկացած իրենց առաջադրած նախագիծ հայտարարություն վարքյանների ընթացքում ստորագրվել է մեր ֆրակցիայի կողմից։ Այսինքն այդտեղ քննարկում էլ չէր կարող լինել։ Ես ամեն օր էի սպասում այդ ստորագրություններին։ Ես պայմանավորվածությունների մասին խոսել չեմ կարող, իմ անունից կարող եմ անկեղծ ասել, որ ես չգիտեի, ես սրտանց ուրախացել եմ, ոգևորվել եմ այնպես, ինչպես ոգևորվում եմ 2018 թվականից էսկոմ ամեն մարդու եւ ամեն քաղաքական միավորի այս կողմ գալով։ Այսինքն, եթե մի հոգի էլ կանգնում էր Նիկոլին դեմ մեր կողքը, ես դրանից ուրախանում եւ ոգևորվում էի։ Նույնը զգացել եմ ես մեր լսումների ժամանակ, շատ ավելի մոտիվացված անելու այն տեսանելի եւ անտեսանելի աշխատանքը, որը անհրաժեշտ է ստանալու Նիկոլին վռնդելը մեր հասարակական կյանքից։ Ինչ վերաբերվում է լսումների նպատակին, հա, մեզ challenge են արել, թե չէ։ Ախր դա ինձ պատասխանելու հարց չի։ Եթե կա ինչ-որ ես ուզում եմ որ լինի, չլինի, եթե որևէ մեկը ուզում է տպավորություն ստեղծել, որ Վազգենի ասած գնդակը շպրտեց մեր դաշտը եւ վերջ, այսինքն իր պայքարը Նիկոլի դեմ իմիտացիա է ուղղակի, որովհետեւ դա ձևականություն է։ Եթե դու նպատակ ունես հարվածելու այլ մեկին եւ իրականում ուրախանում ես որևէ մեկի տապալումից, որը մտածում էր, որ հաջողելու է Նիկոլին վռնդելով, ուրեմն կներես, ինչով ես դու տարբերվում Նիկոլից։ Ես շատ տխրել եմ եւ անձնական մեծ ցավ եմ ապրել, օրինակ հայրենիքի փրկության շարժման այն ժամանակ, երբ որ վերջացավ այդ շարժումը, ակնհայտ էր, որ ձախողվել է։ Մեծ ցավ եմ ապրել, երբ որ դիմադրության շարժման ժամանակ բեմից հայտարարեցին, որ այդ վրանային ավանն են հավաքում, էլ հնարավորություն չկա, այս ֆորմատով պայքարելու, ակնհայտ էր, որ սա շարունակություն չի ունենալու։ Նույնը զգացել եմ Սրբազան պայքարի ժամանակ եւ նույնը զգացել եմ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, երբ ակնհայտ էր, որ այդ ռումբերը, որ Նիկոլը գցեց ժողովրդի վրա, ուղղակի կասեցրեց այդ շարժումները, վերջի երկու շարժումների մասին էր նաև խոսքը։ Այդպիսի ցավ կապրեմ նաև, եթե մենք չկարողանանք հաջողել։ Բայց այստեղ այս ցավը լինելու է անձնական, այն տրամաբանության մեջ, որ այս Նիկոլը էլի մնաց։ Ոչ թե որ հանրապետականը ստացավ ինչ որ հեղինակությանը հարված, որտեղ եթե հանրապետականը հեղինակության հարվածի մասին մտածեր, ես դες վստահեցնում եմ, մեզ մոտ բավարարում է այդ քաղաքական փորձառություն անցած մարդկանց, քաղաքական տեխնոլոգիաներին տիրապետող մարդկանց քանակը, որ մեզ ասեն, որ ստեղ այս քայլը բերում է հեղինակության բարձրացման, թեկուզ արհեստական մանիպուլյացիաների վրա, այս մի քայլը չի բերում։ Բայց ես կարծում եմ դուք տեսել եք նույնիսկ ազգային ժողովում մեր գործունեությունը որևէ մանիպուլյատիվ, այսինքն մենք ինչ չենք գնում նախագիծ քննարկելու։ Չենք կարա ինչ որ դիվիդենդներ դրա վրա շահենք։ Վստահաբար կարանք։ Ինչ որ մարդիկ նույնիսկ կարող է այդ պահին մտածեն, որ դե լավ էլ ընդդիմադիր